Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Կիպրոսի օֆշորի գործով հերթական դատական նիստը։ Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը պատասխանեց մեղադրողի ու տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցչի հարցերին։ Գործով միակ մեղադրյալ ադամանդագործ Սուքիասյանը դեռ նախորդ դատական նիստին իր ցուցմունքում նշել էր՝ փողերի լվացման գործում իրեն մեղավոր չի ճանաչում։ Մոտ 3 ժամ տևած դատական նիստի ընթացքում Սուքիասյանն այսօր պնդեց՝ տեղի է ունեցել հակառակը, Հայրապետյանի պատճառով իր բիզնեսը տապալվել է։ 70-30% բաժնով աշխատելու, որոնք բանավոր պայմանավորվել են, բայց գրավոր գրելուց հետո ոչ մի անգամ Հայրապետյանը չընկեց։ Այդ պայմանավորների 70% պատկանելու էր ինձ, քանի որ ես ռիսկային գոտում եմ աշխատում, դրանից առաջ միշտ առաջարկել եմ Աֆրիկա գնալ, չգիտեք ինչի չէր գալիս, բայց հենց ամեն ինչ անիմների վրա կանգնեցի, եկամուտները կան ինքը հայտնվեց Աֆրիկայի մոտ, որտեղ խլելու ժամանակ։ Հայրապետյանը նախկինում հայտարարել էր, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ամերիկյան դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավադրվել է Սուքիասյանի անունով։ Նա պնդում է ստացված գումարը պայմանավորվածության համաձայն Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն փոխանցվել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների։ Դատախազն այսօր փորձում էր պարզել, ինչու են այդքան ընկերություններ հիմնադրվել եւ արդյոք Սուքիասյանը միայնակ է գործել։ Դուք ամեն ինչ արել եք մենակ։ Ես ընդհանուր կարող եմ ասել, որ 2009 թվականին երբ որ ես ուք էի վերում, ինձ առաջարկեցին, որպեսզի ես ավելի համարձակ կարելի լինեմ, ձեռնարկել կազմակերպության 50% մասնաբաժինը եւ դրանից հետո հանձնվեց ես կազմակերպությունից, որից հետո սկսեց մնացած։ Իսկ ձեր համարձակության աստիճանը պետք աճեց այդ ձեռնարկումից հետո, մինչեւ ինքը այլ աստիճանի վրա է, հենց ձեռնարկեց միանգամից աճ։ Տուժողի ներկայացուցիչ Փիրումյանն էլ մեղադրյալին հարցրեց, ինչու է իր անունով գրավադրել Հայրապետյանի գույքը եւ ուր է անհետացել տրամադրված վարկը։ Գործի ամբողջ տվյալներով կա, որ ընդհանուր այդ գումարներով ծնվել է երկու սարքավոր։ Հայաստանի էքսկավատորը ձեր օգնությամբ պատրաստել է Հայրապետյանի արտադրամասում վարկվել է։ Երկրորդը ձեռքաբերվել միան որտեղից եկել ուրիշ բան 16 միլիոնի ներդրում է անված Աֆրիկայում, որի 6 միլիոն 700 միայն Աֆրիկայում։ Խոսքը վարկի գումարների մասին է, 6 միլիոն ներդրում։ Բա ի՞նչն է եկել ուզում եք։ Փայլակ Հայրապետյանը բազմիցս նշել է, որ իր ունեզրկման մեղավորները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նավասարդ arczepiskopos Կճոյանն են։ Չնայած Հայրապետյանի պահանջներին, նրանք մինչ օրս դատարան չեն ներկայացել ու ցուցմունք չեն տվել։ Սարգսյանի եւ Կճոյանի անունները այսօր դատական նիստի ընթացքում չհնչեցին։ Նրանք հիշատակված չեն նաեւ 33 հատորից բաղկացած դատական գործում։ Հայաստանի օրենսդրության համաձայն միայն գլխավոր դատախազությունն է իրավասու Կիպրոսից պահանջել այնտեղ գրանցված ընկերությունների փաստաթղթերն ու պարզել, արդյոք Վլիսփերա Holdings Limited-ի թղթերում առկա ստորագրությունները պատկանում են Տիգրան Սարգսյանին ու arczepiskopos Կճոյանին։ Նախորդ տարվա փետրվարին եւ այս տարվա հունվարին Ազատությունը 2 հարցում է ուղարկել գլխավոր դատախազություն, որոնք անպատասխան են մնացել։ Հաջորդ դատական նիստը կկայանա գալիք 5 շաբթի։ Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը կշարունակի պատասխանել տուժողի ներկայացուցչի հարցերին։